Սիրելի աշակերտներ, դեռևս 3-րդ դասարանում մենք ուսումնասիրել ենք մարտավարական հնարքներ, որտեղ իր հատուկ դերն ուներ զոհաբերություն հնարքը։ Շատ ժամանակ այն հնարավոր է դարձնում այլ հնարքների կիրառումը, օրինակ կապը, հեռահար խաղաքարերով, կրկնակի հարվածը, ինչպես նախորդ դասաժամին մենք կիրառեցինք, և տեսեք ձիու և զինվորի կրկնակի հարվածը մենք անվանում ենք պատառաքաղ կամ ճանկարք, սա հիշենք։ Երբ օրինակներից մեկում մենք զինվորը զոհաբերեցինք, կիրառելով պատառաքաղ, երբ մրցակիցը ընդունում էր զոհաբերությունը, թե արքայով, թե թագուհիով, էական չէր, մենք կարողանում ենք կիրառել, այո, ևս մեկ պատառաքաղ, այն հնարավոր դարձավ այս զոհաբերության շնորհիվ։ Այսպիսով զոհաբերությունը համապիտանի կամ ունիվերսալ հնարք է, որը շատ ժամանակ հնարավոր է դարձնում այլ հնարքների կիրառումը, ինչպիսին էր կրկնակի հարվածը, և այսօր մենք ուսումնասիրենք շեղում հնարքը։ Իսկ հիմա մանրամասն, սույն օրինակում, ինչպես տեսնում ենք, թագուհիները գտնվում են փոխադարձ հարվածի տակ, և սև թագուհին ունի պաշտպանություն, դա սևերի արքան է, պաշտպանում է իր թագուհուն։ Այս պարագայում, եթե մենք կարողանանք այս պաշտպանին շեղել, հեռացնել, թագուհին կմնա անպաշտպան, իսկ դա հնարավոր է մեր ակտիվ փղով, տեսեք որքան կարևոր է, որ խաղաքարն ակտիվ է։ Եվ փղով հայտարարելով շահ, այո, մենք փիղը զոհաբերեցինք, տեսեք կրկնվեց զոհաբերում հնարքը։ Փիղը զոհաբերեցինք, բայց այս դեպքում թագուհին մնաց անպաշտպան, այժմ ոչ ոք չի պաշտպանում սև թագուհուն, և մենք նրան կարող ենք վերցնել, այսպիսով շահեցինք, ունեցանք առավելություն։ Ուրեմն մենք զոհաբերության միջոցով շեղեցինք մրցակցի արքային, շեղեցինք, որպեսզի ստանանք առավելություն։ ԵՒս մեկ օրինակ, նորից թագուհիները փոխադարձ հարվածի տակ են, մենք կցանկանանք վերցնել այս թագուհին, բայց նա ունի պաշտպան։ Եթե մենք կարողանանք նավակին շեղել թագուհու պաշտպանին, այո, մենք արդեն կարող ենք սև թագուհուն վերցնել։ Իսկ D8-ի նավակին կարելի է շեղել հետևյալ կերպ. նավակ E8 շախով։ Նավակ E8 շախ, արքային շախից հարկավոր է ազատել, ինչպես տեսնում ենք, արքան հեռանալու տեղ չունի, և սևերը ստիպված են ընդունել այս զոհաբերությունը, մենք նավակը զոհաբերեցինք։ Ընդունելով զոհաբերությունը, տեսեք այժմ ոչ ոք թագուհուն այլևս չի պաշտպանում, և մենք կարող ենք վերցնել թագուհի։ Փաստորեն զոհաբերեցինք նավակ, որ վերցնենք թագուհի։ Մեր դասագրքերում կա հաջող օրինակ, տեսեք, երբ աշակերտը շեղում է իր ուշադրությունը, նա այլևս ունակ չէ պաշտպանել իր դիրքը, իր խաղը, գուցեև իր տնային աշխատանքը։ Ի դեպ, տնային աշխատանքներ։ Անդրադառնանք վարժություն տետրերին։ Տրամագիր 1-ում կազմենք դիրքի գնահատման հարցաշար։ Նախ մենք տեսնում ենք, որ այստեղ վերջնախաղ է, կարելի է հարցնել խաղի որ փուլն է պատկերված տրամագրում։ Մենք գիտենք, որ արքաների դիրքով ենք սկսում գնահատումը, այսպիսով, ինչպիսին է արքաների դիրքը, ինչպես տեսնում ենք, դեպի սև արքայի տանող ճանապարհները բաց են, և ուղղաձիգը, և անկյունագծերը։ Մինչդեռ սպիտակ արքան հարաբերականորեն ավելի պաշտպանված է։ Հաջորդը խաղաքարերի ակտիվությունը։ Նորից սպիտակ խաղաքարերը շատ ակտիվ են և հառել են իրենց հայացքները դեպի մրցակցի արքան։ Որ կողմի խաղաքարերն են ավելի ակտիվ։ Եվ հիշում ենք, որ դիրքի գնահատումը մենք ավարտում ենք զինվորների դասավորությամբ, ինչպիսին է կողմերի զինվորային կառուցվածքը։ Սպիտակ զինվորները կազմել են փոքրիկ շղթաներ, մինչդեռ սևերի մոտ B7 զինվորը միայնակ է։ Սա խոսում է թուլության մասին։ Հիմա հաշվի առնելով այս հանգամանքները, փորձենք կիրառել շեղում հնարքը։ Տեսեք, դեպի սև արքա տանող ճանապարհները մենք նշեցինք, որ բաց են։ Եթե մենք ուզում ենք վերցնել սև թագուհին, նա ունի պաշտպան, արքան նրան պաշտպանում է, սակայն խաղալով նավակ A4-ը A8 շախ,
մենք ստիպում ենք արքային շեղվել իր պաշտպանության դերից։ Հիմա ավելի մանրամասն։ Ահա և մեր դիրքը, տեսեք, թագուհիները նույնպես փոխադարձ հարվածի տակ են, և որպեսզի մենք սև թագուհու պաշտպանին շեղենք, մենք կիրառում ենք զոհաբերություն, նավակ A4-ը out և հայտարարում շահ։ Այստեղ միակ ստիպողական քայլը արքան պետք է ընդունի զոհաբերություն, այլապես շախից ազատվելու ուրիշ տարբերակ չկա։ Արքա բեութը վերցնում է out և թագուհին մնաց անպաշտպան, մենք պաշտպանին շեղեցինք։ Այժմ կարող ենք թագուհին վերցնել ամբողջովին, այսպես ասած անվճար, զոհաբերելով նավակ, մենք այն փոխեցինք նավակի հետ։ Տրամագիր 2-ում խաղում ենք սևերով, այստեղ մեր զինվորիկը ցանկանում է փոխարկվել, բայց D1 դաշտը հսկում է, պաշտպանում է, թույլ չի տալիս, մրցակցի նավակը, սպիտակների նավակը։ Եվ կարելի է փորձել այս նավակին այստեղ շեղել։ Հիշենք, որ շեղել հնարավոր է զոհաբերությամբ։ Մենք զոհաբերում ենք մեր նավակը։ Նավակ B2-ը B3։ Այժմ եթե սպիտակները ընդունեն զոհաբերությունը, խնդրեմ, նավակը դադարեց պաշտպանել, սպիտակ նավակը դադարեց պաշտպանել D1 դաշտը և մեր զինվորիկը կարող է փոխարկվել թագուհու, այն էլ կրկնակի հարվածով, շահ և հաջորդ քայլով մենք կվերցնենք նավակ։ Վերադառնանք, հիմա ինչ է, թե սպիտակները չընդունեն այս զոհաբերությունը, հասկանալով, որ այդ դեպքում սև զինվորը կփոխարկվի թագուհու, կարող են մոտենալ արքայով և շարունակել հսկել D1 դաշտը, և արքան պաշտպանում է իր իսկ նավակին։ Այստեղ մենք կարող ենք կիրառել երկրորդ շեղումը, մենք վերցնում ենք նավակը, և եթե նույնը կատարեն սպիտակները, մենք սպիտակ արքային կշեղենք D1 դաշտը պաշտպանելու կարևոր աշխատանքից։ Այժմ նա չի պաշտպանում D1 դաշտը և մեր զինվորիկը նորից փոխարկվեց թագուհու։ Վարժություն տետրերում կարելի է գրանցել հետևյալ կերպ. ահա մեր այն քայլը, նավակ B2-ը B3, որով մենք զոհաբերում ենք մեր սև նավակը և շեղում սպիտակ նավակին։ Հիշենք ինչպես ենք գրանցում, քայլ համար 1, քանի որ մենք խաղում ենք սևերով, դնում ենք բազմակետ և փոքր ինչ անց տարածության մեջ գրում մեր քայլը, նավակ B2-ը B3, ահա և հաղթանակի բերող քայլը։ Եվ տրամագիր 3-ում, ինչպես տեսնում ենք, սև արքայի տիրույթներում կան թույլ դաշտեր։ Հիշենք, որ դա այն դաշտերն են, որոնք չեն պաշտպանում զինվորները։ Եվ կարելի է այդ թուլություններից օգտվել։ Նախ ձիու այս շախից հետո տեղի կունենար մատ, եթե ոչ J7 դաշտի պահապանը, նավակը։ Տեսեք, սա այն թույլ դաշտն էր, որը չի զգում զինվորը։ Եվ մենք կարող ենք նավակին J7 դաշտի պաշտպանին շեղել իր դիրքից, զոհաբերելով ոչքիչ ոչ շատ թագուհի։ Թագուհի F8 շահ, արքայով վերցնել հնարավոր չէ, քանի որ պաշտպանում է փիղը, և նշենք փղի մեծ դերը, տեսեք, նա հսկում է թույլ դաշտեր իր ներկայությամբ։ Ստիպված պետք է ընդունենք զոհաբերությունը նավակով, և նավակը դադարեց պաշտպանել J7 դաշտը, այն թույլ դաշտերից մեկը, որ մենք ի սկզբանե նշեցինք, որտեղ և սիրով կցատկի ձին և կհայտարարի շախ և մատ։ Այսպիսով, տրամագիր 3-ում մենք առաջինը զոհաբերեցինք թագուհին, փորձելով շեղել նավակին J7 պաշտպանին, գրանցենք այդ քայլը, թագուհի D6 F8, հայտարարեցինք շահ, սևերը ստիպված ընդունեցին զոհաբերությունը, նավակ J8-ը վերցրեց F8 և երկրորդ քայլով ձիու ցատկով ձի C6-ը J7 և մատ։ Այսքանը ևս մեկ անգամ հիշենք, որ շեղումը հնարավոր է դառնում զոհաբերության շնորհիվ։ Շնորհակալություն և ցտեսություն եթերում։